Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Սա Էրդողանի վարչակազմից առաջին այցն է Միացյալ Նահանգներ Դոնալդ Թրամփի սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, արդյոք քննարկվել են Հայաստանի հետ առնչություն ունեցող թեմաներ։ Ոնց հասկանում եմ, այո, թեև պաշտոնական հաղորդագրություններում այսպես բաց տեքստով այդ մասին չի ասվում, բայց դիվանագիտական խողովակներով լրատվամիջոցների ստացած տեղեկությունը վկայում է այն մասին, որ հարցը քննարկվել է։ Մասնավորապես թուրքական հյուրի հետ պարբերականի տեղեկությունները հայտնում են, որ Ֆիդանն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր։ Այն մասին, որ այդ հարցը քննարկվել է, անուղղակիորեն վկայում է նաև պետքարտուղարության մամլոխոսնակ Թեմի Բրյուսի պաշտոնական հաղորդագրությունը, այնտեղ բաց տեքստով չի ասում, ինչպես ասացի, ընթերցեմ հատվածը, պետքարտուղարը խնդրել է Թուրքիային նպաստել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Եվ կարծում եմ իհարկե պատահական զուգադիպություն չէ այն, որ Հական Ֆիդանի Վաշինգտոն այցից առաջ Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։ Վստահ եմ, որ դա նույնպես կապ է ունեցել, ինչպես նաև այն, որ պետքարտուղարության հատուկ խորհրդականը Կովկասյան հակամարտությունների հարցերով Լուիս Բոնոն երկու օր առաջ տարածել էր հայտարարություն, որում անուղղակիորեն նույնպես անդրադառնում է այս թեմային, ընդգծելով, որ հայ-թուրքական սահմանի մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը լավ լուր է եւ դա վկայում է այն մասին, որ նման զարգացումները կարող են դրական ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի մասշտաբով, հա։ Սա նույնպես ակնարկ է այն մասին, որ Թուրքիան կարող է դրական դեր ունենալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում եւ նույնպես վկայում է այն մասին, որ Ռուբիոյի Հականի հանդիպման ժամանակ այս հարցը հավանաբար քննարկվել է։ Դե իսկ գլխավոր հարցերը, որոնք քննարկել են Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները, դա իհարկե Ուկրաինան, Գազան, Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցների վերացումը եւ F-35 կործանիչների ծրագրին Թուրքիայի հավանական միանալը։ Նաև հավանաբար քննարկել են նաև Վաշինգտոն Էրդողանի հնարավոր այցի հարցը։ Համենայն դեպս պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ քննարկել են առաջին դեմքերի հետագա հանդիպումների հեռանկարը։ Եվ օրինակ Bloomberg գործակալությունն է տեղեկություն տարածում այն մասին, որ Էրդողանը հույս ունի, որ իր այցը Վաշինգտոն կարող է տեղ ունենալ արդեն մինչև ապրիլի վերջ։ Իսկ Թրամփը հակված է Էրդողանին ընդունել օվալաձև աշխատասենյակում։ Թրամփի եւ Էրդողանի մինչև արդյունավետ հեռախոսազրույց է տեղի ունեցել մարտի 16-ին, հավանաբար նրանք նաև այս հարցն են քննարկել, իսկ ընդհանրապես նկատվում է, որ Թրամփը օգտագործում է ցանկացած առիթ Էրդողանի հասցեին այսպես կոմպլիմենտներ շռայլելու համար։ Այ օրինակ հունվարի 8-ին նա ասել է, մեջբերում եմ նրա խոսքերը. Էրդողանը իմ ընկերն է, նա մի մարդ է, ում ես հարգում եմ, կարծում եմ նա էլ ինձ է հարգում։ Մինչ այդ դեկտեմբերի 16-ին Թրամփը ասել է. Թուրքիան շատ խելամիտ է գործում, վարչապետ նախագահ Էրդողանը շատ խելոք եւ ուժեղ մարդ է, նա այն մարդն է, որի հետ ես լեզու եմ գտնում։ Եվ ահա երեք նույնպես այս ոգով է արտահայտվել Թրամփը, ասելով հետեւյալը. Թուրքիան շատ լավ պետություն է եւ ունի շատ լավ առաջնորդ։ Եվ սա հենց նույն այն օրը, երբ պետքարտուղարությունը իր պաշտոնական հաղորդագրությունում նշում է, որ ափսոսանք է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ։ Արտյոմ, այսինքն կարող ենք ասել, որ Վաշինգտոնի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ փոխվում է։ Դրա նախադրյալները զգացվում են նախորդ վարչակազմի հետ Էրդողանի երկխոսությունը շատ ավելի բարդ էր ձևավորվում, հիշեցնեմ նրա նախատեսված այցը Վաշինգտոն, որը պետք է տեղի ունենար անցած տարվա մայիսի 9-ին, չեղարկվել էր վերջի պահին։
Իդեպ պատահական չէ նաև այն, որ նոր վարչակազմը նոր դեսպան է նշանակում Թուրքիայում, այն էլ բավական ծանրակշիռ պետական քաղաքական գործիչ, այդ պաշտոնը զբաղեցնելու է Դոնալդ Թրամփի մտերիմ ընկեր Թոմ Բարակը, ով նաև խոշոր գործարար է եւ հանրապետական կուսակցության թիմում այսպես ազդեցիկ գործիչ է։ Երեք Թրամփի հետ հանդիպմանը նա անվանել է Թուրքիան, մեջբերում եմ աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը։ Իհարկե նա տեխնատությունը դեռ պետք է հաստատվի Սենատում եւ հավանաբար Սենատում հայամետ սենատորներից մի քանիսը կփորձեն բարդ հարցեր տալ Թուրքիայի դեսպանի պաշտոնին հավակնող գործչին եւ այդ հարցերի պատասխաններից կախված կլինի արդյոք նրան կհաստատեն թե ոչ այդ պաշտոնում։ Հիշում ես ժամանակ եղել է, երբ չեն հաստատել հենց այն բանի պատճառով, որ դեսպանի տեխնացուն հայկական թեմայով սխալ իրենց պատկերացման պատասխաններ է տվել։ Իդեպ մամուլ են թափանցել տեղեկություններ, առայժմ չհաստատված իհարկե, այն մասին, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քուինը շուտով ետ է կանչվելու եւ Հայաստանում եւս Միացյալ Նահանգները նոր դեսպան են ունենալու։ Եթե դա այդպես է, այդ ամենը վկայում է այն մասին, որ ողջ տարածաշրջանում Միացյալ Նահանգները պատրաստվում են նոր քաղաքականություն իրականացնել։ Իսկ թե ինչպիսին կլինի այդ քաղաքականությունը ժամանակը ցույց կտա։ Շնորհակալություն Արտем։